Ինչ որ գումար մշտապես պետք է բյուջեում դրվի, վերադարձվի։ Ինչ որ որոշելով դա ըստ ակնոցու դինին կատեգորիան։ Գուցե տպագրական սխալ է, ես չգիտեմ, բայց մի քիչ զարմանալու բան է, գիտեք ինչ, ասենք, եթե ասենք ինձ հիմա տան, ասենք տանք ֆիզիկայի սինխրոնիզատորի ղեկավար։ Ես դրանից գաղափար չունեմ։ Թե առևտրի այս մարդին ես ոչ մի բան չունեմ ասելու, գուցե շատ լավ մարդ է, բայց իր առողջապահության նախարար տեղակալը եւ իր մասնագիտական, այսպես կյանքի առօրյա աշտանկը շատ տարօրինակություն է, գուցե եւ տպագրական սխալ է, չգիտեմ այդ։ Գտնում եմ, որ կառավարությունը մեծ սխալ է թույլ տվել, չէ՞ որ ինչ-որ մի բան պետք է բռնի իրար հետ։ Ես ասեմ ձեզ, ինձ հիմա տանեն դնասենք ֆիզիկայի ինստիտուտի ղեկավար, ես ի վիճակի չեմ, գաղափար չունեմ, չնայած բարձրագույն կրթություն ունեմ, բայց դա իմ մասնագիտությունը չէ։ Չգիտեմ, թե ինչ են նկատի ունեցել, դրա համար կուզենայի, որ ինքը հաշտել իրեն հարցնի։ Իսկ միգուցե հարցնեք իր ներկա պատգամավորներին։ Դժվար թե նա կարողանա պատասխանել։ Դուք փորձեք։ Կարծում եմ ժամանակ կպատում կլինի ավելորդ Հայտարարի ժողովա գալիս ենք։ Հա, իսկ բոլոր հանդիպումներին է գնում։ Իհարկե։ Ցանկացած կուսակցության։ Ցանկացած կուսակցության, բայց ուղեղով ուրիշին ենք ընտրում։ Ում ցանկանանք ընտրում ենք։ Դուք որ կուսակցության անդամ եք։ Այո։ Որ օրինակ։ Հա? Օրինակ երկրի։ Օրինակ երկրի անդամ եք, բայց եկել եք Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Սիրում եմ ժողովները նայեմ, լսեմ։ Զուտ դրա համար։ Իսկ օրինակ երկրի ձեր կուսակիցները, որ հանկարծ տեղեկանան կարող է։ Չէ, ոչ մի հարց չկա։ Բոլորովին։ Ասեն ինչու է գնացել։ Բոլորովին։ Դες նման բան չկա։ Իրանց են մասնակցում։ Տեղեկացրել են, որ հա, մայր վաղճիկ ենք, որ հավաքվելու ենք։ Տեսնենք էլի, իմանանք։ Բարգավաճի անդամ, կուսակցություն ենք։ Եկել ենք մեր երեխեքի համար, որ տեսնենք ինչ է լինելու ապագայում։ Մենք հələ որ հավատում ենք քիչ-քիչ։ Մենք համ կուսակցություններ կա, չգիտենք որ մեկին հավատանք, հա։ Մենք համարում ենք այս ընտրությունները շատ լուրջ քաղաքական գործընթաց։ Ինչու քաղաքական, որովհետև նախ առաջի հերթին օրենքը քաղաքականացված է։ Քաղաքի ընտրությունների մասին օրենքը քաղաքականացված է։ Քաղաքացին ընտրում է ոչ թե այսինչին կամ այնինչին, այլ ընտրում է այս կամ այն կուսակցությանը։ Որևէ մեկը, ով այսօր հանդես է գալիս, որևէ երաշխիք չունի, որ ինք նա է լինելու քաղաքապետը։ Օրենքը գիտեք շատ լավ, ընտրվում է ավականի, մենք սա դիտարկում ենք ավականու ընտրություն։ Ավականու ընտրություն, որը տեղի է ունենում կուսակցությունների միջև։ Այն կուսակցության առաջի համարը որևէ երաշխիք չկա, որ նա վաղը լինելու է քաղաքապետ։ Կամ մոնոպոլիա մշտապես ծնում է տնտեսական մոնոպոլիա, այն ինչից մենք բոլորս վախենում ենք, այն ինչից բողոքում է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը ասում է, որ մենք մոնոպոլիաները պիտի վերացնենք, իսկ տնտեսական մոնոպոլիան ստեղծված հետագայում սպասարկում է քաղաքական մոնոպոլիային։ Մենք մշտապես ունենում ենք արատավոր շրջան, որը որ միտեղից պիտի կտրվի։ Մենք համարում ենք, որ քաղաքում այսօր շանսը կա կոտրելու քաղաքական մոնոպոլիան, թող քաղաքում լինի այլ կուսակցական ղեկավարություն, որը միայն ու միայն մրցակցություն է լինելու, միայն ու միայն իր ճիշտ ապացուցելու խնդիր է ունենալու։ Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի կառավարումը չլինի մեկ կենտրոնից։ Այսինքն, երբ երկրի տարբեր օղակները գտնվում են միևնույն կուսակցության ձեռքում, այս դեպքում նշանակում է, որ մենք չենք ունենալու մրցակցություն։ Այս դեպքում նշանակում է, որ որոշումները կայացվելու են մեկ կենտրոնից եւ հետո Երևանում արդեն իսկ որոշումները լինելու են մեկ կենտրոնի որոշումների իրագործումը։ Երևանի քաղաքապետարանը ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել, որտեղ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է միևնույն իշխանությունը։ Այն դեպքում, երբ բոլոր օղակները մեկ իշխանության ձեռքն են գտնվում եւ մեկ իշխանությունը դա պահպանողական իշխանություն է, որքան էլ Երևանի քաղաքապետարանը այսպես հրճակի տարբեր
տեսակի մոտեցումներ, միևնույն է, մոտեցումները պետք է համաձայնեցված լինեն միևնույն մեկ օղակի հետ։ Հարցերը հետո էլի խնդրում, լսեք, Հերալ Վարդանյանին հետո հարցերը կտա։